Այնպես չի, որ իրական Հայաստանը ձեր կառավարման ժամանակներում չի եղել։ Եղել է։ Ուղղակի դուք իրական Հայաստանը լցրել եք ձեր գրպանները, պատմական Հայաստանը վաճառել եք հայ ժողովրդի վրա։ Եվ ես ուզում եմ սա բացատրել մի շատ պարզ օրինակով, որի մասին շատ ենք խոսում եւ հատկապես դուք եք այդ հակադրությունը ստեղծում։ Դա Արարատի եւ Արագածի, այսպես կոչված խոսույթի մասին է։ Ինչեք դուք Քրիստինե Վարդայանը 2 օր առաջ էլի Արարատի նկարը բերել էր այստեղ եւ մեզ մեղադրում էր, որ մենք հրաժարվում ենք Արարատից եւ այլն եւ այլն։ Որն է ի վերջո խնդրեմը ձեր Արագած Սարի հետ։ Որովհետեւ դուք չեք կարող Արագածը մոնետիզացնել։ Չեք կարող դուք Արագած Սարը մոնետիզացնել։ Դուք չեք կարող Արագածից փող քաշել։ Բայց Արարատ Սարը դուք մոնետիզացրել եք։ Դուք այդ Արարատ Սարը, դուք այդ Արարատ Սարի գաղափարը, կորուսյալ հայրենիքի գաղափարը տարել եք Սփյուռք, ցեղասպանության զոհերի ժառանգների մոտ եւ փող եք հավաքել։ Այդ կորուսյալ հայրենիքը վերադարձնելու երազանքով, որովհետեւ շատ լավ գիտեք, որ այդ մարդիկ էմոցիոնալ կապ ունեն Արարատի հետ, բայց դուք չեք կարողանալու այդ նույն մարդկանց Արագած Սարը տանել վաճառել կորուսյալ հայրենիքի բանով, երազանքով, ու չեք կարողանալու Արագած Սարից փող քամել։ Նույնիսկ ժամանակին Հայաստանում շատ հայտնի տների գովազդը այդ մասին էր, որ գնեք բնակարան Երևանում եւ ձեր պատուհանից կբացվի տեսարան դեպի Արարատ լեռը։ Չէր ասում Արագած լեռը, որովհետեւ Արարատ լեռով էին մարդիկ ուզում փող աշխատեին, ոչ թե Արագած լեռով։ Ու դրա համար ձեր համար կորուսյալ հայրենիքն է լավը, ոչ թե իրականը, այն որ կա։ Որտեւ Արագածի շուրջ դուք կարա գնաք օբյեկտներ սարքեք, բաներ անեք, աճուրներով հողերը վերցնեք եւ այլն, դա իրական է, բայց դուք դա լցնում եք ձեր գրպանները։ Իսկ ահա իր պատմական Հայաստանը դուք վաճառում եք հայ ժողովրդի վրա։ Դրա համար է ձեզ 004 շրջաբերականում ասում է, որ պետք չի, որ մենք ունենանք սահմանազատված սահման։ Խի պետք չի, որովհետեւ դաշնակցությունը միշտ ինչ ա արել, գնացել է գյուղեգյուղ բոլոր տեղերից, Սփյուռքում, քաղաքներում մարդկանցից փողը հավաքել Հայաստանը ազատագրելու համար։ Այսինքն պիտի Հայաստանը չունենա անկախություն, որպեսզի ազատագրելու կարիք լինի, որպեսզի փող հավաքելու կարիք լինի, որովհետև երբ որ Հայաստանը անկախ է, Սփյուռքից ինչի համար փող հավաքես, պետք է հարկ հավաքես, բայց այդ հարկը իրանք արդեն գիտեն ուր են տանելու, այդ իրական Հայաստանը իրանց գրպաններում է, դրա համար է այս ամբողջ կռիվը, դրա համար է, եւ ես ուզում եմ մի հատ ուրիշ օրինակ էլ բերեմ։ Համահայկական հիմնադրամը բոլորս գիտենք։ Համահայկական հիմնադրամը ոչ թե փող հավաքելու Սփյուռքից փող հանգանակելու գործիք ա եղել, այլ համահայկական հիմնադրամը նախկին իշխանությունների կողմից նաև գաղափարախոսություն ա եղել։ Գաղափարախոսություն, որը որ արմատացել է մեր ժողովրդի մեջ։ Բայց եւ իհարկե շնորհակալ ենք համահայկական հիմնադրամի բոլոր հանգանակողներին, բայց իրականում համահայկական հիմնադրամը 30 տարվա ընթացքում 500 միլիոն դոլարի փող ա հանգանակել, 500 միլիոնի։ Մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միայն 7 տարվա մեջ լրացուցիչ 4.3 միլիարդ դոլարի փող են մուտք արել պետական բյուջե, հասկանում եք։ Եվ մենք ասում ենք սա է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Եվ մեզ ասում են չէ ինչ 4.3 միլիարդ դոլար, ես ինչ եք ասում, բան դուք իրականում ես ինչ իրական բաներից եք խոսում, ինչ հարկահավաքություն, ինչ հարկեր։ Այ պիտի խոսենք կորուսյալ հայրենիքի մասին, պիտի խոսենք Արարատի մասին, պիտի խոսենք Արևմտյան Հայաստանի մասին։ Տիկին Գրիգորյանն էլ էլի խոսում էր կորուսյալ բաների մասին, ասում է, իսկ դուք ստեղ Range Rover-ից եք խոսում։ Բայց այդ Range Rover-ները ձեր գրպաններում են եղել, դրա համար էլ կորուսյալները ավելի են շատացել ամեն անգամ։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ այս 7 տարիների եւ մեր իշխանության ամենակարևոր թվերից այն կողմ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը այն է, որ այն ինչ որ 7 տարի առաջ համարվում էր ֆանտաստիկա, այսօր համարվում է նորմալ։